ներառվել ենք այդ դաշտը հիմնականում բոլոր միջազգային կարգի մրցույթ փառատոների ղեկավարները համագործակցում են։ Իսկ իմ խոսքը հավում է։ Ամեն տեղում մենք ոնց հասկացա, այդպես լավ քայլերով գնում ենք առաջ տարբեր բնակավարում, մեր ֆուտբոլը ինչի է թողում նույն տեղում, ինչ են ուզում, մենք երբ պետք է ինչ պետք է, ես չհասկացա։ Լավ, Նավեժան դժվար բան է դու ասել։ Ուզում եմ ասել անվտանգության հետ կապված։ Սպանիկ դե։ Ասեմ ավելին, երբ որ ես Կիևում կոնկուրսի մասնակցում, Top Model International զավակային պարտոնային, անգամ հարկ, տվյալ հյուրանոցի հարկ, որտեղ գեղեցկուհիներն են, արգելվում էր ինչ-որ օտար մարդու մուտքը։ Դա իմ էսպես տանում Աշոջան։ Ես անձնավորապես ներկայացուցիչ, որպես մենք արդեն կարող ենք մտնել դուրս։ Անգամ վերելակ չեն թողնում աղջիկները մենակ։ Բայց դե դու պատոնից բախում չի, նորմալ մնում եք հյուրանոցում լավ ինչ կավելացնել վերջում, քանի որ արդեն ժամանակը մոտենում է իր ավարտին, Աշոտ ջան, ինչ կավելացնել։ Ես շնորհավորում եմ մեր բոլոր աղջիկներին, ովքեր մասնակցեցին Հայաստանի Արքայադստի փառատոնին, եւ բոլորն էլ արժան են։ Ասեմ, որ աղջիկների մեծ մասը հիմնականում Հայաստանը կներկայացնեն արտերկրում, շուտով նորից կազմակերպվելու Miss Intercontinental Հայաստան, Top Model Հայաստան մրցույթ փառատոնը եւ օգոստոսի 15-ից 27-ը անցկացվելու է Miss Yotmatsyamak աշխարհի երաժշտության եւ նորաձևության մրցույթ փառատոնը Հայաստանում եւ ներկայանալու են մոտ 30 պետության աղջիկներ Հայաստանում։ Քանի որ անցյալ տարի անգամ բարձր մակարդակով էր կազմակերպված փառատոնը, այժմ պատկերացրեք մեկ պետությունից 10 աղջիկներ ցանկություն են հայտնել մասնակցել մեր փառատոնին, բավականին մեծ է մրցակցությունը ներկայանալու Հայաստանում միջազգային փառատոնում։ Դե մենք ձեր գործում աղթում ենք ձեզ առողջություն, հաջողություն, իրոք ամենալավը ձեզ, որովհետև իրոք շատ մեծ գործ եք անում, անկախ ամեն ինչից, եւ վստահ եմ մենք հանդիպենք շատ շուտով եւ դուք ասես Ռախոջան հիշում ես ամենը որ մենք ասում ենք ես պետք է գնանք, մենք գնացել ենք, եկնենք ու ահա այսօր մենք բերենք այդ հագը, մենք բերենք այսօր այդ պսակը եւ մենք բարձր տենց վստահ ուժեղ ամոթ քայլերով Եթե դուք եք ավելի ասել հագետ կախված, ես նաեւ արտերկրում, մեր Թուրքում ապրող մեր հայ աղջիկները նույնիսկ կինեսապատողություն ու ճանաչեք իրեն, ինքնին այժմ ապրում են Կանադայի Տորոնտոյում, բայց անցյալ տարի մասնակցեց Miss Globe International-ին 3 թագ վերցրեց ինքը, նաև ինքը ներկայացրեց Best Model աշխարհում Հայաստան, քանի որ ունի հայկական ազգագիր, նույնը մեր հայ աղջիկները, ովքեր ապրում են Սփյուռքում, Մոսկվայում, բոլորը կարող են դիմել մեզ, մեր սիրով ես իրենց ուղղակի միջազգային մրցույթ փառատոնում։ Եղավ, մենք վստահ ենք, որ կգտնվեն մարդիկ, կգտնվեն աղջիկներ, կգտնվեն կանայք, ովքեր կուզեն մասնակցեն այս մրցույթ փառատոնին եւ մի նստեք, եթե մի ամաչեք, վերացրեք ձեր կոմպլեքսները, հանեք, որտեղ արդեն 21-րդ դարում ենք ապրում 2010 թվականն է, մի այդպես որ վայ, գնամ այդքան ժողովրդի մոտ կուպալնիկով քայլեմ, բան,